Ես Ցողիկ Ոսկանյանն եմ, մանկավարժ թաղիքագործ, ժողովրդական արվեստի վարպետ։ Ես ծնվել եմ Վանաձորում, մեծացել եմ սովորական ընտանիքում, մանկուց սիրել եմ ձեռքի աշխատանքներ։ Տատիկս է առիթ հանդիսացել, որ ես շատ զբաղվեմ ձեռքի աշխատանքներով։ Փոքր ժամանակ նստում էի իր կողքին եւ ինքը հյուսում էր, ասեղնագործում էր, միշտ նայում էի։ Իսկ պապիկս հետ սիրում էի նկարել։ Մեզ մոտ պիոներ պալատ կար եւ դպրոցից հետո գնացել եմ։ Հետո ընթացքում, երբ որ ընդունվեցի երկրաշարժից հետո մանկավարժական համալսարանը, այդտեղ ցուրտումութ տարիներին եւ կարում էինք եւ ասեղնագործում էինք, փորձել եմ ամեն ինչ։ Հետագայում թաղիքին ծանոթացել եմ բոլորովին պատահական։ Լալայ Մնյանի մոտ երբևէ չէի տեսել, թե թաղիքը իրենից ինչ է ներկայացնում, ինչպես կարելի է բրդից ինչ-որ բան ստանալ։ Երազանք դարձավ անպայման զբաղվել թաղիքագործությամբ, սիրահարվեցի թաղիքին ու այդպես մնացած ձեռքի աշխատանքները մի կողմ գնացին եւ առաջնահերթությունը տրվեց թաղիքագործությանը։ Հեքիաթային աշխարհը քո առջև բացվում է լայն հնարավորություններ ազատ ստեղծագործելու։ Բուրդը ինքը հարուստ նյութ է։ Բուրդը աշխատանքի process-ում դու համադրում ես փայտի հետ, կաշվի հետ, ոչ մի էժան նյութի հետ չես կարող համադրել։ Երբ որ սկսեցի զբաղվել թաղիքագործությամբ, բացի այն ինչ որ սովորեցի այդտեղ Լալա Մնյանի մոտ, սկսեցի ինձ վրա աշխատել։ Վարպետաց դասեր էի գնում, ինտերնետից եմ շատ օգտվել, ցուցահանդեսների ենք մասնակցել, Գերմանիայում եմ եղել, Հոլանդիայում եմ եղել եւ աշխատանքներ անընդհատ ուղարկում ենք դուրս։ Երբ որ ես սկսեցի աշխատել մեր տեղական բրդով, եւ ես ուզում էի անպայման տեղական բրդով ինչ-որ հետաքրքիր բաներ ստանալ, ինչու՞ չէ նաեւ աշխարհին ներկայացնել, որ կարող ենք մեր կոշտ բրդով շատ հետաքրքիր գործեր անել։ Հիմնականում դրանք պայուսակներն էին, որի վրա նաեւ 4 թաղիքով ասեղնագործում ենք մեր հայկական զարդանախշերը։ Մարդիկ հետաքրքրված էին, սիրեցին տեղական բրդը, սկսեցինք օգտագործել տիկնիկների, խաղալիքների համար, ինչպես նաեւ այլ վարպետներ են անում տոնածառի եւ մնացած խաղալիքների համար։ Անընդհատ իմ մեջ պրպտում էր այն միտքը, որ ինչ-որ նոր բան, եւ որոշեցի կարպետը, գոբելենը եւ թաղիքը միացնել իրար, եւ այդ նոր բանը ստեղծվեց։ Զբաղվել եմ բատիկով, նկարչությամբ, ասեղնագործությամբ, Մարաշի ասեղնագործությունն եմ շատ սիրում եւ հիմնականում թաղիքի հետ համադրում ենք Մարաշի ասեղնագործությունը։ Երբ որ դպրոցում սկսեցի աշխատել, միտք առաջացավ երեխաների միջոցով տարածել հենց թաղիքագործությունը։ Այդպես փոքրիկ խմբակ բացեցինք եւ բավականին, ասեմ, հետաքրքրությունը շատ մեծ էր։ Միանգամից երեխաները շատ մեծ սիրով ընդգրկվեցին աշխատանքին։ Ինքը նաեւ արտ-թերապիա է, ամբողջ ներվային համակարգն է հանգստացնում, երեխաների մոտ զարգացնում է երևակայական աշխարհը, ունակությունները իրենց եւ ազատ ստեղծագործում են։ Տղաներն էլ են մասնակցում, բայց մի քիչ մեծանալով մտածում են, չէ, սա տղայի գործ չէ, չնայած թաղիքագործությունը ժամանակին հենց տղամարդկանց աշխատանքն է եղել, որովհետեւ ինքը ծանր աշխատանք է։ Շատ կուզեմ ունենալ անհատական ցուցահանդես հետաքրքիր ու լավ գործերով, արժեքավոր գործերով։ 8 տարի է զբաղվում եմ թաղիքագործությամբ, բավականին հմտություններ եմ ձեռք բերել եւ ինձ թույլ եմ տալիս, որ կարող եմ հետաքրքիր ներկայանալ։ Անընդհատ քո մեջ խմորում է առաջանում։ Մեկ բնությունից ես ոգեշնչվում, մեկ իրադարձությունից, ինչ որ քո շուրջը կատարվում է։ Այն ինչ որ անում ես, ես մտածում եմ պարտադիր պետք է սիրով անես։ Երբ որ սեր չդրեցիր քո աշխատանքի մեջ, հաջողություն չես ունենա։ Սերն է այս աշխարհում ամեն ինչի հիմքը։ Խաղաղություն կցանկանամ ամբողջ աշխարհին եւ ներդաշնակ լինենք ինքներս մեզ հետ։